Պատրոժան դատարան, հիմա եթե ես երասնիչան իրավաբանական կրթությունն եմ, կարող եմ ձեզ թույլ տալ, որպեսզի ձեր տեղը որոշում կայացնեմ։ Բնականաբար ոչ։ Այսինքն կրթությունը չի ենթադրում լինել փորձագետ կամ դատարան եւ այլն։ Երկրորդ հանգամանքը անկախ նրանց հաշվիչները գտնում են դերահամակարգներով, այսպես թե այնպես արժանորդի կամ մեր ընկերության նախաձեռնությամբ գնում է չայ։ Այսինքն ունի գործընթացը կատարվում է, ինչ-որ կատարվում է ոչ դերահամակարգում գտնվող հաշվիչների։ Երրորդը, այս շատ անպայման գործող որոշումը 700,000, ընդամենը մոտավորապես 1200 պատվաժան դատարան, 1200 բաժանորդ է միացած այս համակարգին։ Այսինքն 1200 բաժանորդը ցանկություն հայտնել իր այսպես ասած 30 րոպեանոց բացերը տեսնելու եւ այստեղ նշանակում է ընդհանրապես այդ համակարգի էությունը։ Ընդամենը 30 րոպեի համար 73 միլիարդ ոչ չեն դրելու, այդ թվում նաեւ այդ նույն հանձնաժողովը չի համաձայնվում։ Հիմա ինչ վերաբերում է փորձաքննության կարևորությանը, դες է պատվաժան դատարան։ Կան երկու կողմեր, բնականաբար երկուսն են շահագործի։ Այստեղ երրորդ, չորրորդ կողմեր կա, եթե հանձնաժողովը անկախ լիներ միանշանակ, ես կասեի երկու կողմ, այսինքն մի քանի կողմերություն։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովի անկախությունը խիստ կասկածելի է, այստեղ ես բաժանում եմ երկու կողմի, հետսեփականատեր եւ հանձնաժողով տեկեն կառավարություն, ոստիկանություն, կառավարիչ եւ այլ, բոլորով։ Հիմա եթե կառավարության ղեկավարի մոտ տեղի ունենում օնլայն հաշվետվություն, եւ օնլայն հաշվետվության ժամանակ ասել դերահամակարգը կորել է, չգիտեմ եւ այլ։ Նա հանձնաժողովը պետք է տեղում լինի եւ կառավարչին արգելի ընդհանրապես այդպիսի բաներ խոսել, որտեղ կառավարիչը տեղի ունենում օնլայն հաշվետվություն։ Եվ օնլայն հաշվետվության ժամանակ ասել դերահամակարգը կորել է, չգիտեմ եւ այլ։ Նա հանձնաժողովը պետք է տեղում լինի եւ կառավարչին արգելի ընդհանրապես այդպիսի բաներ խոսել, որտեղ կառավարիչը գնացել է իբրև թե այսպես չեղած ճգնաժամը եւ այլ, գիտեք այդ պատմությունը։ Հիմա խոսում է ինչ ուզում է, անում է ինչ ուզում է, հայտարարում է 1 միլիոն հավելարկում, ասում ենք սուտ ես ասում, ասում ես քաղաքական եմ, Facebook-ի ռեջիս են անձնական եմ։ Ու բնականաբար նշանակողը ձեր չի անում այդտեղ։ Հիմա կառավարության ղեկավարին զեկուցվում է, որ գիտեք, համակարգը կորել է եւ այլ։ Կառավարության ղեկավարը հարց է տալիս, իսկ կարող է իրենք դրանով փորձել են կոծկել իրենց արածները։ Այնտեղից հնչում է այո։ Հիմա պատվաժան դատարան, ես չեմ կարող հասկանալ, այս ամբողջ կողմը ամբողջ իշխանական լծակներով պատկերացրեք, չէ՞, մեզանից ինչքան ուժեղ հզոր են իրենց լծակներով եւ հաշվի առնելով, որ օրենքի մեջ այսպես սահմանափակումներ չունեն, ինչ ուզում անում են, ուզում հասկանամ դեմ լինելը ինչի համար է։ Այսինքն կարող եմ ես որպես բնակիչ, հասարակ, որպես Հայաստան Հանրապետության քաղաքացի մտածել ասել, եղբայր, եթե մաքուր եք, ճիշտ եք, թող փորձաքննությունը գնա, այդ բալքի ներողություն ախտերությունից պարզվում է, որ մենք էլ մի բան արել ենք, հետո ջնջել ենք այդ դիտավորյալ, որպեսզի 3 միլիոն մարդու գրպան մտած այս ապացույցները վերացնենք։ Հասկանում եք, այնքան ակներով չեք պատկերացնում։ Եվ հաջորդը, երբ որ խոսքը գնում է հանձնաժողովի գործառույթների մասին, չի կարող լինել վերահսկող մարմին, իր կողմից վերահսկողության տակ գտնվող մարմինները իրենց ասելով գտնվեն խայտառակ վիճակում եւ անեն ամեն ինչ, իրենք էլ ասեն, դեռ գրածա որ իրենց վրա է այս ամեն ինչ, իրենք սա պետք է անեն, իրենք սա պետք է անեն։ Պետությունը ինչի համար եք բարձրատրվել, հարգելի հանձնաժողով։ Եթե ունեք այդ դոստուպը, բա ինչի չեք տեսել, հունվարից մինչև հոկտեմբեր, ինչի չեք տեսել։ Ասում եմ, ես խաբեցին, ասեմ, խաբելով անդադ գայք, մենք ձեզ խաբեինք ճանապարհային, բա ինչի համար եք դուք։ Խնդրում եմ, որպեսզի այս ամեն ինչը պարզ լինի եւ նաեւ մեր հայրենակիցներն են լսում, համոզված են, որ իրականում պարզվի ինչ է կատարվել, փորձաքննությունը կարծում եմ խիստ անհրաժեշտ է, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի երաշչան կրթական համակարգով ձեր փոխարեն որոշում կայացնել։ Ես մի